Եվ դրանցից առաջինը, որին ուզում եմ անդրադառնանք եւ դրա մասին զրուցենք, դա օդի աղտոտվածությունն է։ Օդի աղտոտվածությունը չափազանց կարեւոր է ճիշտ գնահատել եւ ճիշտ կառավարել, քանի որ ինչու է կարեւոր, որովհետեւ գոյություն են փոքր մասնիկներ, փոշու հիմնականում փոքրիկ մասնիկներ, որոնք կոչվում են PM2.5, սրանց տրամագիծը 2.5 միկրոնից ավելի փոքր է, իրենք շատ փոքր են։ Համեմատության համար կարող եմ ասել, որ մարդու մազի տրամագիծը 70 միկրոն է, այսինքն մոտ 35 անգամ, 30 անգամ ավելի փոքր, քան մարդու մազը։ Ահա այս մասնիկները ի վիճակի են օդի հետ ճամփորդել դեպի մեր թոքերի ավելի խորքային հատվածներ, որտեղ գտնվում են օդ պարունակող բշտիկներ, որոնք կոչվում են ալվեոլներ, եւ այս ալվեոլներից էլ նրանց մի որոշ մասը անցնում է մեր արյան մեջ, եւ գնալով դեպի արյուն ինքը կարող է վնասել մեր արյունատար անոթների պատը եւ առաջացնել բորբոքում, քրոնիկական բորբոքում, որը իր հերթին նպաստում է աթերոսկլերոզի խորացմանը, թրոմբերի առաջացմանը, անոթի պատի հիվանդացմանը եւ արդյունքում մեծանում է ինֆարկտի, ինսուլտի, բարձր արյան ճնշման, աթերոսկլերոզի եւ թրոմբոզի հավանականությունը մեր օրգանիզմում։